Ողջույն, այսօր խոսելու ենք շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի մասին։ Սև ու սպիտակ կյանքի 64 վանդակները։ Շախմատային հանճար, ով նվաճեց աշխարհը, այնուհետև անհետացավ։ Ռոբերտ Ֆիշերը ծնվել է 1943 թվականի մարտի 9-ին Չիկագոյում։ Մայրը Ռեգինա Վենդեր, շվեյցարահրեական ծագմամբ բժշկուհի, ով ուսանել է Մոսկվայում։ Հայրը Հանս Գերհարդ Ֆիշեր, գերմանացի կենսաֆիզիկոս, որին երբեք թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ։ Կենսաբանական հայր Պաուլ Նեմենի, հունգարահրեական ծագմամբ ականավոր ֆիզիկոս եւ մաթեմատիկոս։ 6 տարեկանում Ռոբերտ Ֆիշերի քույրը Ջոանը նրան նվիրում է առաջին շախմատային տախտակը։ Բացարձակ մեկուսացում եւ տարվածություն։ Ֆիշերը հրաժարվում էր շփվել հասակակիցների հետ, ընդունելով միայն նրանց, ովքեր կարող էին շախմատ խաղալ։ Շախմատը դարձավ նրա միակ իրականությունը։ Ֆիշերը տիրապետում էր մի քանի օտար լեզուների, այդ թվում ռուսերենի, բացառապես շախմատային գրականություն կարդալու նպատակով։ Պատռելով ռեկորդները, 13 տարեկան ԱՄՆ պատանիների չեմպիոն, 14 տարեկան ԱՄՆ մեծահասակների ամենաերիտասարդ չեմպիոնը պատմության մեջ, 15 տարեկան դառնում է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը, 20 տարեկան ԱՄՆ առաջնությունում բացարձակ արդյունք, 11 հաղթանակ 11 պարտիայում։ Բացարձակ գերակայությունը, պատմական ռեկորդ, Ֆիշերի ելով արկանիշը հասնում է աննախադեպ 2785-ի, նրան դարձնելով մրցակցությունից դուրս բացարձակ ֆավորիտ։ Դարի մրցախաղը, սառը պատերազմը շախմատային տախտակին, քաղաքական բախում, 25 տարվա խորհրդային շախմատային հեգեմոնիայի սպառնալիքը հանձինս մեկ ամերիկացու, մրցանակային ֆոնդ, առաջին անգամ պատմության մեջ հասավ 250,000 ԱՄՆ դոլարի, պետական միջամտություն, Ֆիշերը հրաժարվում էր մեկնել Ռեյկյավիկ, ինչև ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի անձնական հեռախոսազանգը։ Հոգեբանական ճնշում եւ բեկում, 1972 թվական, Ռեյկյավիկ, պարտություն եւ բոյկոտ։ Ֆիշերը պարտվում է առաջին պարտիան, ապա հրաժարվում ներկայանալ երկրորդին, պահանջելով հեռացնել տեսախցիկները եւ հանդիսատեսին առաջին շարքերից։ Երրորդ պարտիան անցկացվում է ետնաբեմում, փակ սենյակում, հեռու աղմուկից։ Բեկումնային քայլ, Ֆիշերը կիրառում է հոգեբանական ուժեղագույն նորամուծություն, կոտրում խորհրդային մեքենան եւ շրջում խաղի ընթացքը։ 6-րդ պարտիան, արվեստը հաղթում է համակարգին։ Ֆիշերը սովորական Ե4-ի փոխարեն խաղում է C4, զարմացնելով բոլորին եւ ցուցադրելով դեբյուտային աներևակայելի խորություն։ Պարտիայի ավարտին տեսնելով Ֆիշերի փայլուն հաղթանակը, Բորիս Սպասկին ոտքի է կանգնում եւ ծափահարում նրան։ Ֆիշերը դառնում է աշխարհի 11-րդ չեմպիոնը։ Հանճարը եւ էքսցենտրիկը, երկության պրոֆիլ։ Անբացատրելի հիշողություն, Ե4-ի բացարձակ վարպետություն, աննախադեպ նվիրվածություն խաղին, արդար պայքարի եւ լավագույն պայմանների ջատագով, պարանոյա եւ քմահաճույք, մշտական ուշացումներ, հատուկ լուսավորության եւ միայն լյուքս համարների պահանջներ, վաղ թունավորումներից եւ գաղտնալսումներից, կրոնական աղանդների ազդեցություն։ Շախմատային ժառանգություն եւ նորարարություն, Ֆիշերի ժամացույց։ Ֆիշերը ներկայացրեց եւ արտոնագրեց ժամանակի վերահսկման նոր համակարգ, որտեղ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողին ավելանում են վայրկյաններ։ Շախմատ 960։ Ֆիշերը ստեղծեց նոր տարբերակ, որտեղ խաղաքարերի սկզբնական դասավորությունը պատահական է։ Գահի ինքնակամ հանձնումը։ 1975 թվականին Ֆիշերը պետք է պաշտպաներ տիտղոսը Անատոլի Կարպովի դեմ։ Նա պահանջեց խաղալ մինչև 10 հաղթանակ, անսահմանափակ պարտիաներով, իսկ 9-9 հաշվի դեպքում չեմպիոնը պետք է պահպաներ տիտղոսը։ Ֆիդեն բավարարեց նրա 64 պահանջներից 63-ը, սակայն մերժեց 9-ի կանոնը որպես անարդար պայման։ Ի պատասխան Ֆիշերը հրաժարվեց խաղալ, զրկվեց տիտղոսից եւ անհետացավ հասարակության աչքից 20 տարի շարունակ։ Կյանքը թիրախի տակ։ 1992-ի խաղից հետո ԱՄՆ նրան մեղադրեց էմբարգոն խախտելու եւ հարկերից խուսափելու մեջ։ Տրվեց ձերբակալման օրդեր։ Նա ստիպված էր ապրել կեղծ անուններով, հաստատվելով նախ Հունգարիայում, ապա Ֆիլիպիններում եւ Ճապոնիայում։
Տարիների ընթացքում նրա հակաամերիկյան և հակասեմական հայտարարությունները ռադիոյով էլ ավելի մեկուսացրին նրան աշխարհից։ Շախը և մատ Ճապոնիայում 2004 թվականի հուլիս Ֆիշերը ձերբակալվում է Տոկիոյի օդանավակայանում ԱՄՆ-ի կողմից իր անձնագիրը գաղտնի չեղարկված լինելու պատճառով։ Նա 8 ամիս անցկացնում է ճապոնական ճաղերի հետևում, անընդհատ սպասելով արտահանձմանը Միացյալ Նահանգներ։ Ամբողջ աշխարհի շախմատային համայնքը սկսում է պայքարել նրա ազատության համար։ Վերադարձ Ռեյկյավիկ, վերջին ապաստարանը 2005 թվականին դիմակայելով ԱՄՆ-ի հսկայական դիվանագիտական ճնշմանը, Իսլանդիայի խորհրդարանը հատուկ ակտով քաղաքացիություն է շնորհում Ռոբերտ Ֆիշերին, ազատելով նրան ճապոնական բանտից։ Նա իր վերջին տարիներն անցկացնում է խաղաղության մեջ, քայլելով Ռեյկյավիկի փողոցներով, այցելելով 5 գրախանութներ և ապրելով որպես սովորական քաղաքացի այն երկրում, որը նրան ժամանակին արքա էր հռչակել։ Գերագույն հանճար, ով հասկացավ շախմատի անսահմանությունը, բայց չկարողացավ գտնել իր տեղը իրական աշխարհի խաղատախտակին։ Նա մնում է պատմության միակ չհաղթված չեմպիոնը։ 2008 թվականի հունվարի 17-ին Ռոբերտ Ֆիշերը կնքում է իր մահկանացուն երիկամային անբավարարությունից, խորհրդանշական 64 տարեկան հասակում։ Նրա վերջին խոսքերն էին. «Ոչինչ այնպես չի բուժում, ինչպես մարդկային շփումը»։ Ով է ձեր սիրելի շախմատի աշխարհի չեմպիոնը։ Գրեք մեկնաբանություններում և բաժանորդագրվեք իմ ալիքին։